Դեյլ Քարնեգի Ինչպես ազդել մարդկանց վրա խոսքի միջոցով Ձայնագրող օպերատոր Վահան Նահապետյան Կարդում է Սամվել Ղազարյանը Ինչպես ձեռք բերել համարձակություն և ինքնավստահություն 1912 թվականից ի վեր ավելի քան 500,000 տղամարդ և կին ուսանել են հռետորական արվեստի դասընթացում, որտեղ կիրառվում էր ուսուցման իմ եղանակը։ Նրանցից շատերը ինձ գրած նամակներում բացատրում էին, թե ինչու են սովորում այդտեղ։ Նրանք ուզում են ազատվել հուզմունքից, սովորել տրամաբանորեն մտածել լսարանի առաջ և խոսել վստահորեն ու անկաշկանդ, անկախ ունկնդիրների քանակից։ Հազարավոր մարդիկ գրեթե նույն բանն էին ասում։ Բերեմ մի օրինակ։ Մի քանի տարի առաջ պարոն Ջենթը, որը նոր էր սկսել հաճախել այդ դասընթացը Ֆիլադելֆիայում, ինձ հրավիրեց Նախաճաշի։ Տարիքն առած մարդ էր, որը սակայն եռանդուն կյանք էր վարում։ Գլխավորում էր իր ձեռնարկությունը, զբաղվում հասարակական գործունեությամբ։ Սեղանի մոտ նա ասաց. Ինձ բազմիցս առաջարկել են ելույթ ունենալ տարբեր ժողովներում, բայց ես այնքան եմ հուզվում, որ գլխումս ոչ մի միտք չի մնում, ուստի և միշտ հրաժարվել եմ ելույթներից։ Սակայն այժմ իմ նոր պաշտոնում այլևս չեմ կարող խուսափել դրանից։ Ինչ եք կարծում, կկարողանամ արդյոք իմ տարիքում սովորել ելույթ ունենալ։ Անկասկած կկարողանաք, պատասխանեցի ես, եթե միայն սկսեք փորձ ձեռք բերել և հետևեք իմ բոլոր ցուցումներին ու խորհուրդներին։ Նա ցանկանում էր հավատալ ինձ, բայց իմ ասածը իրեն անհավատալի էր թվում։ Ավելի ուշ, երբ նա ավարտել էր դասընթացը, մենք կրկին հանդիպեցինք։ Ես հիշեցրի նրան մեր խոսակցության մասին և հարցրի, թե արդյոք ես իսկապես չափազանց լավատես էի։ Նա հանեց ծոցատետրը և ցույց տվեց իր առաջիկա ելույթների ցանկը ըստ նշանակված օրերի։ Նաև հայտնեց, որ հենց իրեն են հանձնարարել ժողովրդին ներկայացնել Անգլիայի վարչապետին, որը համաձայնել էր ելույթ ունենալ հանրահավաքին Ֆիլադելֆիայում։ Ինքնավստահությունը, համարձակությունը, հրապարակորեն պարզ խոսելու ունակությունը ի վերուստ չեն տրված։ Ամեն մարդ կարող է զարգացնել իր ունակությունները, եթե ուժեղ ցանկություն ունենա։ Ըստ էության, դիմելով մարդկանց խմբին, դուք պետք է որ ավելի լավ մտածելու ունակություն դրսևորեք։ Ունկնդիրների ներկայությունը պետք է գրգռի, խանդավառի ձեզ։ Հռետորներից շատերը կասեն ձեզ, որ ունկնդիրների ներկայությունը խթանում ու ոգեշնչում է ելույթ ունեցողին և ստիպում է հստակ ու արդյունավետ կերպով մտածել։ Այդպես կլինի նաև ձեր ելույթի ժամանակ։ Համենայն դեպս կարող եք համոզված լինել, որ համառ աշխատանքի և փորձառության շնորհիվ դուք կազատվեք լսարանի առջև ելույթ ունենալու վախից և ձեռք կբերեք ինքնավստահություն ու համարձակություն։ Մի կարծեք, թե հենց ձեզ համար է դա առանձնապես բարդ։ Նույնիսկ նրանք, ովքեր ժամանակի ընթացքում դառնում էին իրենց սերնդի ամենապերճախոս ներկայացուցիչները, սկզբում տառապում էին նման չգիտակցված վախից ու վեհերոտությունից։ Ժան Ժորեսը, իր սերնդի ամենաականավոր ֆրանսիական քաղաքական հռետորը, 1 տարի շարունակ մասնակցում էր խորհրդարանի նիստին բառ իսկ չարտաբերելով, մինչև որ ի վերջո արիություն ունեցավ ասելու իր առաջին ճառը։ Հրապարակային ելույթը միշտ էլ պատասխանատու գործ է։ Հռետորը պետք է լարված լինի, ինչպես սանձերը ձգած ազնվացեղ ձին։ Կիկերոնը դեռ 2000 տարի առաջ ասել է, որ իսկապես լավ ելույթը պետք է հուզումնալից լինի։ Հռետորները հաճախ նույն զգացումներն են ապրում ձայնասփյուռով ելույթ ունենալիս։ Այդ զգացումը կոչվում է խոսափողի վախ։ Նույնիսկ Չարլի Չապլինը ձայնասփյուռով ելույթ ունենալիս միշտ նախապես գրում էր իր ճառը։ Ոմանք, անկախ ունեցած փորձից, խոսելուց առաջ միշտ հուզվում են, բայց հենց որ սկսում են խոսել, հուզմունքը վերանում է։ Անգամ Լինքոլնն էր հուզվում իր ելույթի սկզբում։ Երբ սկսում էր խոսել, նրա ձայնը հնչում էր կտրուկ և սուր, բայց շուտով նա վերագտնում էր ինքնատիրապետումը, անկեղծությունը, սևեռունությունը։ Լավ ճառախոս դառնալու ձգտումն իրականացնելու համար առաջնորդվեք հետևյալ 4 կանոնով։ Կանոն 1. Ճառն սկսեք ձեր նպատակին հասնելու ուժեղ ձգտումով։
Դուք պետք է համառորեն ձգտեք ձեր նպատակին։ Մտածեք այն մասին, թե դա ձեզ համար ինչ նշանակություն ունի հասարակական առումով։ Մտածեք ձեր անձնական ազդեցության աճի եւ այն մասին, որ դուք կկարողանաք ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Ոչ մի այլ ունակություն մարդուն այնքան հնարավորություն չի տալիս արագ առաջընթաց ունենալ իր աշխատանքում, որքան լավ խոսելու ունակությունը։ Աշխարհում քիչ բան կա, ինչը կարող է համեմատվել այն բավարարության հետ, որ ստանում է մարդը ելույթ ունենալով ունկնդիրների առջև եւ նրանց դրթելով մտածել իրպես։ Դա ձեզ զորեղության զգացում կհաղորդի, կլցնի հպարտությամբ ձեր հաջողության համար։ Եվ դրանով դուք կգերազանցեք ուրիշներին։ Դրա մեջ մի տեսակ կախարդանք կա։ Ելույթիցս 2 րոպե առաջ, ասում էր մի ճարախոս, ես ավելի շուտ համաձայն եմ ծեծ ուտել, քան խոսել, բայց ճառի ավարտից 2 րոպե առաջ ես ավելի շուտ համաձայն եմ գնդակահարվել, քան լռել։ Ջանք գործադրելու անհրաժեշտության դեպքում ոմանք հոգեպես ընկճվում են եւ գործն անավարտ թողնում։ Ուստի եւ խոսելու դժվարությունը հաղթահարելու համար դուք պետք է շարունակ մտածեք այն մասին, թե ձեզ ինչ կտա ռետորական արվեստի ձեռքբերումը։ Դրան ուղղված ձեր ձգտումը պետք է շատ ուժեղ լինի։ Կանոն 2. Պետք է հաստատ իմանաք, թե ինչի մասին եք խոսելու։ Եթե մարդը չի խորհել իր ասելիքի շուրջը, նախապես չի ծրագրել իր խոսքը եւ չգիտի, թե ինչ է ասելու, նա չի կարող իրեն վստահ զգալ լսարանի առջև եւ իհարկե կհուզվի։ 1881 թվականի աշնանը ես ընտրվեցի նահանգի խորհրդարան, գրում է իր ինքնակենսագրությունում Թեոդոր Ռուզվելտը։ Պարզվեց, որ ես այդ ատյանի ամենաերիտասարդ անդամն եմ։ Սկզբում սաստիկ դժվարանում էի խոսել։ Ինձ շատ օգնեց տարեց փորձառու հայրենակցիս խորհուրդը։ Ելույթ ունեցիր միայն այդ դեպքում, երբ ասելու բան ունես եւ նյութը լավ գիտես։ Խոսքդ ասա ու նստիր։ Այդ տարեց փորձառու հայրենակիցը պետք է Ռուզվելտին հուզմունքը հաղթահարելու մի այլ խորհուրդ էլ տար։ Հուզմունքից հեշտությամբ կազատվես, եթե կարողանաս ելույթի ժամանակ որևէ բան անել, օրինակ, ձեռքդ ինչ-որ բան առնել, ինչ-որ բան գրել գրատախտակին, որևէ գրքեր կամ թղթեր տեղափոխել։ Բայց այս խորհուրդը միայն առաջին մի քանի անգամվա համար է։ Երեխան չի կարճում աթոռներին այն բանից հետո, երբ արդեն սովորել է քայլել։ Կանոն 3. Գործեք վստահ։ Ամերիկայի նշանավոր հոգեբաններից մեկը գրել է. Ձեզ համարձակ զգալու համար գործեք այնպես, կարծես իրոք համարձակ եք։ Օգտվեք հոգեբանի այս խորհրդից։ Նախքան մարդկանց առջև կանգնելը, մոտ 30 վայրկյան խոր շնչեք։ Եթե լավ գիտեք, թե ինչի մասին եք խոսելու, վճռականորեն վեր կացեք, համարձակ առաջ եկեք եւ հանգիստ կանգնեք։ Հասակով մեկ շտկվեք, ուղիղ նայեք ձեր ունկնդիրների աչքերին եւ սկսեք խոսել այնպիսի համարձակությամբ, կարծես նրանք բոլորը ձեզ փող են պարտք։ Հոգեբանական իմաստով դա օգնում է։ Կարիք չկա նյարդային շարժումներով կոչկել ու արձակել բաճկոնը կամ էլ ձեռքերն անհանգիստ շարժել։ Եթե չեք կարող զերծ մնալ շարժումներից, ապա ձեռքերը պահեք մեջքի հետևում եւ մատները աննկատելիորեն շարժեք։ Ռուզվելտը գրել է. Ես պահում էի ինձ այնպես, ասես չէի վախենում, եւ հետս հետե իրոք դադարեցի վախենալ։ Դուք էլ կարող եք հասնել դրան։ Պատերազմում, ասել է մարշալ Ֆոշը, պաշտպանության լավագույն ձևը հարձակումն է։ Ուրեմն դուք էլ հարձակվեք ձեր վախերի վրա։ Կանոն 4. Փորձառություն, փորձառություն, փորձառություն։ Եթե ցանկանում եք ինքնավստահություն ձեռք բերել եւ չվախենալ հրապարակավ խոսելուց, ապա հնարավորին չափ շատ ելույթ ունեցեք։ Մարդուն հարկավոր է ոչ թե քաջություն, այլ ինքնատիրապետում ու սառնայրունություն, ասել է Ռուզվելտը։ Իսկ դա կարելի է ձեռք բերել միմիայն անդադար փորձառության միջոցով։ Ըստ ուսուցչապետ Ռոբինսոնի, վախը անվստահության հետևանք է։ Անվստահության պատճառն այն է, որ չգիտեք ձեր հնարավորությունները, իսկ այդ անգիտությունը փորձի պակասի հետևանք է։
Այնպես որ ընտրեք մի նյութ, որին քաջածանոթ եք եւ 3 րոպեանոց ելույթ պատրաստեք։ Բազմիցս միայնակ կրկնեք այդ ելույթը։ Ապա ելույթ ունեցեք ձեր ընկերների կամ մարդկանց խմբի առաջ, ում համար այն նախատեսված է։ Ամփոփում։ Առաջին. ելույթ ունենալու ունակությունը դժվար չէ ձեռք բերել։ Ամեն մարդ կարող է զարգացնել իր չբացահայտված ունակությունները, եթե բավականաչափ ուժեղ ցանկություն ունենա։ Երկրորդ. հռետորին խթանում եւ ոգեշնչում է բազմաթիվ ունկնդիրների ներկայությունը։ Դուք էլ կկարողանաք ձեռք բերել այդ ունակությունը։ Երրորդ. մի կարծեք, թե ձեզ համար դա բարդ է։ Նշանավոր շատ հռետորներ իրենց գործունեության սկզբում տառապում էին վեհերոտությունից եւ հրապարակավ խոսելու վախից։ Չորրորդ. անկախ ելույթ ունենալու ձեր փորձից, ելույթ ունենալուց առաջ դուք կարող եք հուզվել, բայց հենց որ սկսում եք խոսել, հուզմունքը վերանում է։ 5. Առաջնորդվեք հետևյալ 4 կանոնով։ Կանոն 1. Ելույթն սկսեք ձեր նպատակին հասնելու ուժեղ ձգտումով։ Ինչքան ավելի ուժգին լինի այդ ձգտումը, այնքան ավելի արագ կհասնեք հաջողության։ Կանոն 2. Պատրաստվեք ելույթին։ Ձեզ անվստահ կզգաք, եթե չգիտեք, թե ինչի մասին եք խոսելու։ Կանոն 3. Գործեք վստահ։ Ձեզ համարձակ զգալու համար խորհուրդ է տալիս նշանավոր հոգեբանը։ Գործեք այնպես, կարծես իրոք համարձակ եք։ Կանոն 4. Փորձառություն։ Դա նպատակին հասնելու ամենակարևոր գործոնն է։ Վախն առաջանում է անվստահությունից։ Անվստահության պատճառն այն է, որ դուք չգիտեք ձեր հնարավորությունները, իսկ այդ անգիտությունը փորձի պակասի հետևանք է։ Պատրաստվեք ելույթին վստահ զգալու համար։ 1912 թվականից ի վեր այս գրքի հեղինակը տարեկան շուրջ 6000 ելույթ ունկնդրելով ու քննադատելով համոզվել է, որ անպայման անհրաժեշտ է նախապատրաստվել ելույթին։ Ճառախոսը պետք է հստակ պատկերացում ունենա այն մասին, ինչ ասելու է։ Դա պետք է լինի այնպիսի մի բան, ինչը նրա վրա ուժեղ տպավորություն է գործել, եւ ինչի մասին նա ոչ մի կերպ չի կարող լռել։ Այդ դեպքում նրա միտքն ու սիրտը կլանված կլինեն իրոք կարևոր գաղափարով, եւ նա կձգտի ներգործել ձեր մտքի ու սրտի վրա, իսկ նրա խոսքը կհոսի, ասես ինքն իրեն։ Պատրաստվեք ճիշտ կերպով։ Իսկ ինչպես։ Գիրք կարդալով։ Դա պատրաստվելու լավագույն ձևը չէ, թեև կարող է կիրառվել։ Բայց եթե ճառախոսը փորձի գրքից բազում կարծրացած մտքեր քաղել ու հրամցնել որպես իրենը, ապա ելույթը թերի կլինի եւ խոսքն անտարբեր կթողնի ունկնդրին։ Տեսնենք, թե ինչպես պետք է եւ ինչպես պետք չէ պատրաստվել։ Պարոն Ֆլինը հռետորական արվեստ էր ուսումնասիրում Վաշինգտոնում։ Մի անգամ նա իր ճառը նվիրեց մեր մայրաքաղաքի գովաբանմանը։ Շտապով աչքի անցկացրեց գովազդային մի գրքույկ եւ միջից փաստեր փոխարավ։ Այդ փաստերը իր ելույթում հնչեցին սառն ու անկապ։ Ակնհայտորեն զգացվում էր, որ ճառախոսը նյութը չէր մարսել։ Նա ինչպես հարկն է, չէր խորհրդածել նյութի վրա, այն իրեն չէր ոգևորել։ Նախորապես չէր զգում այն, ինչի մասին խոսում էր։ Նրա խոսքը տափակ էր, անհամ եւ ոչ ոքի հարկավոր չէր։ 2 շաբաթ անց պարոն Ֆլինի ինքնաշարժը գողացան։ Նա նետվեց ոստիկանություն, վարձահատուցում առաջարկեց, բայց ամեն ինչ զուր էր։ Ոստիկանությունը խոստովանեց, որ ինքն ի վիճակի չէ կանխել նման հանցագործությունը, մինչդեռ մի շաբաթ առաջ մի ոստիկան կավիճը ձեռքին տուգանել էր պարոն Ֆլինին ինքնաշարժը կայանատեղում ավելորդ 15 րոպե թողնելու համար։ Այդ կավճով ոստիկանները, որոնք գերբեռնվածության պատճառով չեն կարողանում բռնել հանցագործներին, խիստ զայրացրին պարոն Ֆլինին։ Այժմ նա ուներ ելույթի նյութ, որը վերցված էր իր կյանքից եւ որը հուզում էր իրեն։ Նախորդ ելույթում նա խոսքերը հազիվ էր իրար կապում, իսկ այս անգամ նրա մեղադրական ճառը հորդաց հրահեղուկի պես։ Այդպիսի ճառը չէր կարող չհաջողվել։
Դրա հիմքում կյանքի փորձն էր, եւ այն լավ մտածված էր։ Պատրաստվեք, ինչպես հարկն է։ Ելույթին պատրաստվելը չի նշանակում, թե պետք է ընտրեք հարթ նախադասություններ, գրառեք կամ անգիր անեք, կամ էլ գտնեք մի քանի պատահական մտքեր, որոնք ձեզ էապես չեն հուզում։ Դուք պետք է ընտրեք ձեր մտքերը, գաղափարները, հուզմունքները, մղումները, դրանք ամեն օր առաջանում են ձեր մտքում, երբ արթուն եք, թափանցում են անգամ ձեր երազների մեջ։ Ձեր ամբողջ գոյությունը հագեցած է զգացմունքներով ու ապրումներով։ Այդ ամենը ձեր ենթագիտակցության խորքում է։ Պատրաստվել նշանակում է մտածել, հղացած մտքերը ավարտին հասցնել եւ դրանցից ընտրել այն մտքերը, որոնք հատկապես գրավում են ձեզ, հղկել դրանք եւ խճանկարի պես դասավորել որոշակի կարգով։ Ինչպես էր Լինքոլնը պատրաստվում ելույթներին։ Լինքոլնի ամենահայտնի ճառերից մեկն այն է, որում նա հայտարարել է. ասում են, թե մասնատված տունը չի կարող կանգուն մնալ։ Ես կարծում եմ, որ չի կարող կանգուն մնալ եւ այն երկրի կառավարությունը, որի բնակչության մի կեսը ստրուկ է, իսկ մյուսը ազատ մարդ։ Այդ ճառը լավ մտածված էր։ Դրա պատրաստմանը նա նվիրել էր իր ամբողջ ժամանակը, երբ զբաղվում էր իր առօրյա աշխատանքով, ճաշում էր, զբոսնում։ Ժամանակ առ ժամանակ մտքերի կշռադատման եւ հասունացման ընթացքում նա գրառումներ էր անում, առանձին նախադասություններ գրում հին ծրարներին, թղթե փաթեթների կտորներին, ամեն ինչին, ինչ ընկնում էր ձեռքի տակ։ Այս ամենը դնում էր իր եզրավոր գլխարկի մեջ եւ կրում էր այնքան, մինչեւ որ ժամանակ էր գտնում, որպեսզի նստի, որոշակի կարգով դասավորի գրառումները, բոլոր ամբողջությամբ վերանայի եւ պատրաստի ելույթի կամ հրատարակման համար։ Լինքոլնի որոշ ճառեր, որոնց առարկան նրան առանձնապես չէր հետաքրքրում, անհաջող էին, բայց նրա ելույթները արտասովոր ազդեցություն ունեին, երբ նա խոսում էր ստրկատիրության եւ նահանգների միության մասին։ Ինչու՞։ Որովհետև շարունակ մտորում էր այդ հարցերի շուրջը, եւ դրանք խորապես հուզում էին իրեն։ Ինչպես պատրաստվել ելույթին։ Ելույթի ինչ նյութ ընտրել փորձ ձեռք բերելու համար։ Ցանկացած նյութ, որը հետաքրքրում է ձեզ։ Չփորձեք փոքր ելույթում հարցերի շատ մեծ խումբ շոշափել։ Վերցրեք առարկայի 1-2 հայեցակետ եւ փորձեք դրանք հանգամանորեն լուսաբանել։ Թեման ընտրեք նախորոք, որ เป զի ժամանակ ունենաք ազատ ժամերին խորհրդացելու դրա շուրջը։ Խորհրդացեք մի ամբողջ շաբաթ։ Թող դա ձեր վերջին միտքը լինի քնելուց առաջ։ Մտածեք այդ մասին օրվա ընթացքում եւ ամենուրեք։ Քննարկեք այդ թեման ընկերների հետ։ Դարձրեք խոսակցության առարկա։ Ինքներդ ձեզ հարցեր տվեք դրա վերաբերյալ։ Ասենք, որոշել եք խոսել ձեր մասնագիտության մասին, թեև տվյալ թեմային վերաբերող շատ նյութ ունեք։ Մի փորձեք ամբողջը խցկել 3 րոպեանոց ելույթի մեջ։ Ընտրեք ձեր թեմայի լոկ 1 գաղափար, փորձեք այն զարգացնել ու ծավալել։ Օրինակ, պատահաբար թե գիտակցաբար եք ընտրել այդ մասնագիտությունը։ Պատմեք ձեր սկզբնական դժվարությունների ու անհաջողությունների, ակնկալիքների եւ հաղթանակների մասին։ Թող ձեր պատմածը լինի իսկական կյանքի պատկեր, որը հիմնված է սեփական փորձի վրա։ Ցանկացած կյանքի ճշմարիտ պատմությունը, եթե ներկայացված է համեստորեն, առանց ինքնահիացման, լսվում է մեծ հետաքրքրությամբ։ Խոսելիս շոշափեք հարցի այն կողմերը, որոնք հետաքրքրում են ոչ միայն ձեզ, այլև ունկնդիրներին։ Ելույթը պատրաստելու ընթացքում ուսումնասիրեք ձեր ունկնդիրներին։ Մտածեք նրանց կարիքների, ցանկությունների մասին։ Տվյալ թեմայով ելույթ պատրաստելիս պարզեք, թե դրա մասին ինչ էին մտածում ու ասում ուրիշները, բայց մի սկսեք կարդալ, քանի դեռ չեք սպառել սեփական մտքերը։ Դա շատ կարևոր է։ Ապա գնացեք գրադարան։ Հարցումով դիմեք գրադարանավարին եւ խնդրեք ձեզ օգնել նյութեր ընտրելու։ Պահեստային գիտելիքի գաղտնիքը։ Լյութեր Բերբանկը ասել է. ընտրեք 100 միտք եւ 90-ը մի կողմ նետեք։ Ավելի շատ նյութ եւ տեղեկույթ հավաքեք, քան կարող եք օգտագործել։
Արեք դա լրացուցիչ ինքնավստահություն ձեռք բերելու նպատակով։ Դա ելույթի պատրաստման հիմնական կարևորագույն գործոնն է։ Ամփոփում։ Առաջին. Եթե ճառախոսն ունի կարևոր գաղափար գլխում ու սրտում եւ արտահայտվելու ներքին պահանջ, ապա կարող է համոզված լինել հաջողության մեջ։ Ձայնագրող օպերատոր Վահան Նահապետյան, կարդաց Սամվել Ղազարյան։